Ներողություն եմ խնդրում, էլի մի քանի հարցադրումներ բանակի վերջի դեպքերի չէ 500 միլիոնից չէ, հետո հարցադրումները թող դրանով հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվի։ Շատ կարճ հարց կապված բանակի վերջին դեպքերի հետ։ Զինվորները ինքնասպան են լինում, շատ դեպքերում նաև բացահայտվում է, որ սպանություն է եղել, ինքնասպանություն չէ, վերջի դեպքը հիշում եք նաև եղան ձերբակալություններ, իսկ ամենավերջի դեպքը պարոն Սարգսյան զինվորը նամակ էր թողել, վարչապետը ասեց ընդ որում հարազատի գերեզման է գնել, ինչ էր տեղի ունեցել, որովհետև ներողություն եմ խնդրում, շատ ասում են, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, զինվորականները չեն աշխատում երեխաների հետ եւ հետևանքները ցավալի եւ ողբերգական են լինում։ Ես ճիշտ ասած չգիտեմ ով է դրա մասին խոսում, որ բանակում չեն աշխատում, վստահեցնում եմ ձեզ, որ աշխատում են, բավական մեծ աշխատանք են անում, ու դա էր արդյունքը, որ մենք 2025 թվականին մեր դիրքերը բարելավել են, բայց միևնույն ժամանակ այն քաղաքացիները, ովքեր որ գալիս են բանակ ծառայության հասնում, այդ քաղաքացիների ծնունդը որպես այդպիսին բանակում չի լինում։ Այսինքն այդ մարդիկ մեր հասարակության մեջ են, մեր հասարակությունում մենք տենում ենք տարբեր դրվագներով, որ կա շատ անհանդուրժողականություն եւ հիմա հետ բայց ձեր պատասխանատվության տակ են հոգեբանորեն հայտնի հասկացա պետությունը իհարկե պետությունը պատասխանատու է բոլոր քաղաքացիների համար եւ հիմա ինչպես նշեցի քաղաքացիները ժամկետային զինծառայողները գալիս են մեր մոտ ծառայության եւ մենք ամեն ինչ անում ենք որպեսզի իրենց ծառայությունը համապատասխան օրենսդրության կարգավորվի ու այդ դրա շրջանակներում ծառայությունը հասնի։ Այո, դեպքեր կան, շատ ցավալի են, որ այդ դեպքերը ունեն, բայց վստահեցնում եմ, որ մեր կողմից ինչ հետևությունների անուն բանան, կանչում եք օրինակ բարոյահոգեբանական վարչության պետին, հասկանալու տարվում են աշխատանքներ թե ոչ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխատանքներ տարվում են տարբեր զորամասերում, պարբերաբար նախարարի հրամանով տարբեր խմբեր են ուղարկում զորամասեր, երստուգումներ են իրականացվում, եթե խնդիրներ կան, դրանք են բացահայտվում, մեր ռազմական ոստիկանությունը պարբերաբար սահման գնում, զինծառայողների հետ սահմանում մի քանի օր անցկացնում են, ասեմ բավական մեծ աշխատանք արվում, այնպես չի, որ չի աշխատում։ Այդ ինչ թմրանյութերի հետ կապված։ Ես հիմա կոնկրետ այդ դեպքով չեմ կարող ասել նախաքննական Ես ձեզ վստահեցնում եմ, ես 20 տարի առաջ եմ ծառայության անցել ու ավարտել իմ ծառայությունը ժամկետային զինծառայող որպես ես ձեզ վստահեցնում եմ, որ 20 տարի առաջ եւ հիմա բանակում եղած բարքերը էականորեն փոխվել են ու էականորեն լավացել են։ Հայտարարակ դրսևորումներ են, պայմանագրայից մինչև ժամկետային։ Թմրանյութի դեպքերը կան Հայաստանի Հանրապետությունում, դրան մեծ ուշադրություն է դարձվում, դա մենակ բանակի խնդիրը չի, այլ մեր ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների խնդիրն է, եւ դրա դեմ նույնպես պարտավորվում ենք տարբեր մեթոդներով, պարբերաբար բուժումներ ունեն, հանգարցակի բուժումներ ունեն, որոնց շրջանակներում մենք փորձում ենք կանխարգելել։